Нам нужно двигаться дальше, поэтому, к сожалению, у нас, и как автор тоже в 11 главе говорит, у нас нет времени рассказывать обо всем. Մեզ պետք է առաջ շարժվել եւ ինչպես եւ նամակի հեղինակն է ասում, որ ժամանակը չի բավարարի թվարկել, խոսել բոլորի մասին։ Я себя сейчас чувствую, как мой 4-летний сын. Ասում են հիմա իմ А, 4 տարեկան տղայի պես եմ զգում։ Когда он был маленький, мы пришли домой и что-то делали на кухне, и мы поняли, что очень тихо. Երբ փոքր էր ու մենք տուն ենք վերադարձել խոհանոցում ինչ որ բան ենք անում ու զգում ենք որ ինչ որ սնուցություն է տիրում։ Это не всегда хороший знак. Ինչը որ միշտ չի որ լավ նշան է։ Поэтому мы тихонько зашли в комнату Կամած մտանք սենյակ, и увидели, что мой сын, значит, сидит, поставил стул к моему компьютеру и печатает. տեսնենք տղաս աթոռը դրել է իմ համակարգչի մոտ ու այսպես տպում է։ Ну и делает вид, что он работает, значит, как папа, значит. Ու ասենք papayi նման ինքը sense գործ է անում։ И мы стояли, наблюдали, ну, этот момент. И потом он, видать, как-то ощутил и понял, что ну, на него смотрят. Մենք այսպես կանգնած նայում ենք, հանկարծ մի պահի երեխան զգաց, որ իր վրա հայացքներ կա։ Я думал, будет реакция какая, что он быстро уберет руки. Մտածում եմ, որ ձեռքերը շատ արագ կհեռացնի, Но когда он արձագանքը դա կլինի, посмотрел, он сделал так. բայց մեզ նայած սկսեց ավելի այսպես аնել։ Надо быстро допечатать сообщение. Այսինքն պետք է այդ ուղերձինքը շատ արագ տպեր։ Да. Раскрыли шпиона, нужно послать сообщение, что ну, все, меня раскрыли. Այսինքն լրտեսը բացահայտված է, ինքը պիտի շատ արագ վերցուղարկեր, որ իրեն բռնել է։ Давайте прочитаем про этих героев веры. Եկեք թերցենք այս հավատի հերոսների մասին հատվածը։ Так, так, где у нас? Начиная, наверное, с 8 стиха мы читаем про Авраама до... Так, где у нас Исаак? Так, Яков, Исаак. До 19. Давайте прочитаем. Прочитайте кто-то. Եկեք ընթերցենք 8-ից, որ խոսքում է Աբրահամի մասին, մինչև 19-րդ խոսքերը։ Հավատով Աբրահամը Նազարեթ եւ կանչվեց գնալու վայրը, որ հետագայում որպես ժառանգություն պիտի ստանար, եւ դուրս գնաց չիմանալով թե ուր գնում։ Հավատով պանդուխ դարձավ ավետաց երկրում, ինչպես օտարության մեջ, վրաններում բնակվելով Իսահակի ու Հակոբի հետ, որոնք նույն խոսման ժառանգորդներն էին, որովհետև նա սպասում էր այն քաղաքին, որ հիմքեր ունի, որի ճարտարապետն ու արարիչն Աստված է։ Հավատով Սառան ինքն էլ որդեծնության սեր ընդունելու զորություն ստացավ եւ տարիքն անցած լինելով որդի ծնեց, որովհետև հավատալին համարեց խոստացողին։ Հետևաբար մի մարդուց, ում կարելի էր մեռած համարել, առաջ եկավ մի բազմություն, երկի աստղերի պես անթիվ եւ ծովափի ավազի պես անհամրելի։ Սրանք բոլորն էլ մահացան հավատի մեջ, խոստումները չառած, այլ հերվից տեսնելով համոզվեցին դրանցով եւ ընդունեցին ու դավանեցին, թե օտարներ ու պանդուխներ են երկրի վրա, որովհետև նման բաներ ասողները հայտնապես հայտարարում են, որ հայրենիք են փնտրում։ Իսկապես, եթե նրանք հիշեին այն վայրը, որտեղից դուրս էին եկել, կարող էին վերադառնալու առիթ ունենալ, բայց հիմա մի ավելի լավ երկիր են ցանկանում, այսինքն երկնային։ Դրա համար Աստված չի ամաչում նրանց Աստվածը կոչել, որովհետև նրանց համար մի քաղաք է պատրաստել։ Հավատով Աբրահամը երբ փորձվեց, Իսահակին զոհ մատուցեց։ Նա որ խոստումներ էր ստացել, իր մեկ հատիկ որդուն մատուցեց, որի մասին ասվել էր, թե Իսահակով քո սերունդը կկոչվի, մտածելով, որ Աստված կարող է նրան նույնիսկ մեռելներից հարություն տալ,
որտեղից էլ որպես պատկեր ստացավ նրան։ А, Авраам один из тех людей, который вошел в историю благодаря завету, который Бог с ним заключил. Աբրահամն այն մարդկանցից է, ով պատմության մեջ մտավ շնորհիվ այն ուխտի, որ Աստված կնքեց нրա հետ։ Это тот человек, который, наверное, первого назовут как человека веры. Նա այն մարդն է, որի մասին թերևս խոսելիս առաջինը նրա անունը կտան որպես հավատի մարդ։ И в прочитанных стихах, кратком таком содержании жизни Авраама, мы видим, что на протяжении своей жизни Авраам проявлял веру. Եվ այս կարճ հատվածում էլ Աբրահամի կյանքի նկարագրության մասին կարդալով մենք գիտենք եւ տեսնենք, որ Աբրահամը մի կյանք ապրեց, որում հավատ դրսևորեց։ А, Яков во второй главе он говорит о том, что не делами ли оправдался Авраам. Հակոբոսը երկրորդ գլխում խոսելիս ասում է. «Միթե գործերով չէր, որ արդարացավ Աբրահամը»։ Но если мы посмотрим, не делами ли оправдался Авраам, возложив на жертвенники Исаака. Միթե եթե ավելին են կարդում, միթե գործերով չէր, որ Աբրահամը իրեն դրսևորեց Իսահակին դնելով զոհասեղանի վրա։ Неправильным толкованием этого отрывка будет то, что мы можем оправдаться делами. Այս հատվածի սխալ մեկնաբանությունը այն կլինի, որ մենք կարող ենք արդարանալ գործերով, И это неправильное понимание второй главы Якова. եւ դա Հակոբոսի երկրորդ գլխի սխալ հասկացողությունը կլինի։ Поскольку Яков, если мы будем внимательны к тексту, начинает вторую главу, что мы должны иметь веру, в некоторых переводах написано «в Иисуса Христа». Հակոբոսը սկսելով երկրորդ գլուխը ինքը խոսում է այն մասին, որ մեզ պետք է հավատ ունենալ։ Որոշ թարգմանություններ ասում է Քրիստոսում, Но в греческом языке предлога «в», что Иисус Христос есть объектом нашей веры, да, ну, нет. բայց հունարեն տեքստում այդ նախածանցը, որ օգտագործվել է որ մեջը որպես հավատի օբյեկտ, հունարենում դա չկա։ Но такой перевод возможен, но также возможно перевести этот текст следующим образом. Այդպիսի թարգմանություն հնարավոր է, բայց նաև կարելի է այս տեքստը հետևյալ ձև թարգմանել։ Яков говорит, имейте веру Иисуса Христа. Հակոբոսն ասում է Հիսուս Քրիստոսի հավատն ունեցեք։ Другими словами, он поощряет верующих подражать, верить так, как Иисус Христос верил. Այլ кերպ ասած, նա մարդկանց ոգեշնչում է, որ իրենք հավատան այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսը հավատաց։ А как Иисус Христос верил? Իսկ Հիսուս Քրիստոս ինչպես էր հավատում։ Первая часть второй главы говорит о том, что нам нужно быть лицеприятными. Երկրորդ գլխի առաջին մասն ասում է, որ պետք չէ մարդահաճ լինել։ И таким был Иисус Христос, он не смотрел на лица. Եվ Հիսուս Քրիստոսն էր հենց այդպիսին, նա մարդահաճություն չէր անում, մարդու դեմքին նայելով չէր գործում։ И вторая часть говорит о том, что наша вера должна проявляться в делах. Եվ երկրորդ մասն էլ խոսում է այն մասի, որ մեր հավատը պետք է գործերով դրսևորվի։ И поэтому Яков говорит, я покажу мою веру из дел моих. Դրա համար Հակոբոսն ասում է, ես իմ հավատը ցույց կտամ իմ արած գործերով։ И также исторически, если мы посмотрим на жизнь Авраама,
Եվ նույն ձևով պատմականորեն, եթե նայենք Աբրահամի կյանքին, А, Исааку было 13 лет, когда они пошли на гору. Իսահակը 13 տարեկան էր, երբ որ գնացին Э, լեռը Сколь- բարձրանալու։ Сколько лет ждал Авраам исполнения обещаний? Քանի տարի սպասեց Աբրահամը, որ խոստումը կատարվի։ Но в Бытие 15:6 мы читаем: «Поверил Авраам Богу, и Бог засчитал это ему за праведность». Ծննդոց 15:6-ում կարդում ենք, որ Աբրահամը հավատաց եւ Աստված դրա համար նրան արդարություն ստեպեց, արդարացրեց նրան։ Это случилось задолго до того, как они пошли на гору. Դա տեղի ունեցավ շատ ավելի շուտ, նախքան նրանք կգնային լեռը բարձրանալու։ Поэтому это не то, что внезапно вдруг у Авраама во время жертвоприношения появилась вера. Այսինքն այնպես չէ, որ հանկարծակի հետ միայն զոհաբերություն տղային որպես զոհ բերելու պահին էր, որ Աբրահամի մոտ հավատ դրսևորվեց։ Но возложив Исаака на жертвенник, эта вера, скажем так, стала очевидной благодаря этому делу. Այլ երբ որ նա Իսահակին դրեց զոհասեղանին, հենց այդ գործը կատարելով էլ նրա հավատը ակնհայտ դարձավ։ Поэтому верой Авраам пошел в землю туда, которую не видел. Ոստի եւ Աբրահամը հավատով էր, որ գնաց այն երկիրը, որը չէր տեսնում։ Они жили в палатках в этой земле, зная, что однажды их потомкам она будет принадлежать. Նրանք այդ երկրում ապրեցին վրաններով իմալով, որ մի օր այդ երկիրը իրենց սերունդներին կպատկանի։ Мы видим также Сара, она верила обещаниям. Մենք նաև տեսնում ենք, որ Սարան հավատաց խոստումներին։ Несмотря на то, что в их карточке по здоровью было уже написано все. Չնայած այն բանին, որ իրենց առողջության այդ քարտի վրա գրած էր, որ արդեն վերջ։ И мы видим, что они ожидали лучшего места. Մենք տեսնում ենք, որ նրանք սպասում էին ավելի լավ մի տեղ ունենալու։ И мы также должны иметь подобный настрой в нашей жизни. Մենք նույնպես պետք է մեր կյանքում նման տրամադրվածություն ունենանք։ Поэтому очень странно видеть некоторые христианские группы, которые сегодня пытаются использовать веру для того, чтобы царствовать сейчас. Ուստի տարօրինակ է տեսնել որոշակի քրիստոնեական բերի, որոնք փորձում են իրենց հավատը օգտագործել արքայությունը հիմա այստեղ կառուցելու համար։ Мы видим, что Авраам, когда пошел на гору с Исааком, он, что ему Бог сказал: ну, ты пойди с ним на гору, но это будет как бы понарошку, не по-настоящему. Եվ տեսնում ենք Աբրահամը գնում է Իսահակի հետ լեռը բարձրանալու, Աստված նրան ասել էր, որ գնա այդ բան արա, բայց կարծես թվում է ինչ որ այդտեղ դեր խաղալու ինչ որ մի պահ է։ Авраам не знал, что Бог его остановит. Աբրահամը չգիտեր, որ Աստված իրեն կկանգնեցնի, Но он верил Божьему обетованию. բայց նա հավատում էր Աստծո խոստմանը։ И это указывает на то, что он верил в воскресение из мертвых. Եվ դա մատնանշում է, որ նա հավատում էր մեռելներից հարությանը։ Бог обещал мне сына, Աստված ինձ որդի է խոստացել,
Он обещал, что через его потомков будет народ, Նա խոստացել է, որ իր սերունդների միջոցով ժողովուրդ է լինելու и я должен принести его в жертву. ու ես պետք է նրան բերեմ որպես զոհաբերություն։ Я не знаю, как это будет, но это означает, что он будет жить. Ես չգիտեմ դա ոնց է լինելու, բայց դա նշանակում է, որ նա ապրելու է։ И мы видим также, после того, когда они спускали, Авраам назвал это место как? Եվ նաև ենք, երբ որ նրանք լեռից իջան, Աբրահամը այդ վայրին ինչ անվանում տվեց։ Օ, не помню. Ну, когда они поднимались на гору, помните, сын спросил, а где жертва? Հա, իրեն, հա։ Երբ որ լեռն էին արձանում, Իսահակը հարցրեց, բա զոհը ուր է։ И Авраам сказал, ну, Бог усмотрит. Աբրահամն էլ ասեց, Աստված կհոգա։ И когда они уже спустились, то он назвал это место 22 глава. Сейчас точно. 22-րդ խոսքում ու երբ իջնում էին ինքը այդ Скажем. վայրը անվանեց Ստերն իրե։ 14 стих. «И нарек Авраам имя места тому Егоре». Եվ Աբրահամը այդ վայրի անունը դրեց Եհովահիր է, Поэтому и ныне говорится горе, и Иеговы усмотрится. որ նշանակում էր այդ եւ հիմա էլ ասվում որ լեռան վրա Աստված կհոգա։ Оставаться хокам. Так, здесь не написано, он назвал гору не в прошедшем времени, а в будущем. Նա լեռան անունը այդպես դրեց ոչ թե անցյալ ժամանակաձևով, այլ ապառնի ժամանակաձև։ Поэтому это не только... Он понимал, что то, что с ним произошло, это есть указанием на что-то большее. Նա հասկանում էր, որ իր հետ կատարվածը դա ցույց է տալիս, որ ինչ որ ավելի մեծ բան ակայում է լինելու։ Поэтому мы видим, что Авраам доверял Богу и в этих обстоятельствах, и также он знал, что и дальше Бог усмотрит в будущем решение вопроса. Մենք տեսնում ենք, որ Աբրահամը այս իրավիճակում Աստծուն հավատաց, նաև ինքը գիտեր, որ հետագայում էլ Աստված հարցերը կլուծի։ И это решение вопроса было решено в Иисусе Христе, который был распят за нас. Եվ այդ հարցերի լուծումը եղավ Հիսուս Քրիստոսով, ով մեզ համար խաչվեց։ 20 стих мы видим Исаак, также герой веры. 20-րդ խոսքում մենք տեսնում ենք Իսահակին, որը նույնպես հավատի հերոս է, И чем он прославился? Он благословил Иакова и Исава. ինչով նա ակի եկավ, նա օրհնեց Հակոբին եւ Եսավին։ Это как этот зал героя веры. А ты что сделал? Я благословил. Որ պատկերացնենք այդ հերոսների այդ սրահն է նստած, բա դու ինչ արեցիր, ես օրհնեցի։ Ну, Но, он же поверил, поэтому благословил. конечно, конечно. Если бы не верил бы, Да. ախր ասում հավատում էր, չէ՞ որ օրհնում էր։ Ну, просто читая других, они... Ուղղակի որ մյուսների մասին կարդում ես ու սենց нայում։ Да. Но это говорит о том, что он знал, что будет дальше развитие, Бог будет действовать. Սա ցույց է տալիս, որ նա գիտեր, որ
հետագա զարգացումներ են լինելու, Աստված գործելու է։ Яков также благословил каждого из сыновей Иосифа. Հակոբը նույնպես Հովսեփի որդիներից ամեն մեկին օրհնեց, Иосиф, умирая, также просил, чтобы они забрали его кости. Почему? Потому что он верил, что Бог дальше будет действовать. Հովսեփն էլ հավատաց եւ այդ հավատալով նա խնդրեց հավաստիացուն, որ ոսկորները այդտեղից տանեին, որովհետեւ գիտեր, որ Աստված գործելու էր։ Мы видим родители Моисея, они верили и не выполняли повеления фараона. Եվ մենք ծնում ենք նաև Մովսեսի ծնողներին, ովքեր հավատացին եւ չհնազանդվեցին փարավոնի կարգադրությանը։ Моисей оказался называться сыном дочери фараоновой. Եվ Մովսեսն էլ հրաժարվեց փարավոնի դսեր որդի կոչվելուց։ Мы видим, веру он также оставил Египет, 27 стих. Նաև տեսնում ենք 27-րդ խոսքում, որ նա հավատով թողեց Եգիպտոսը, Верой совершил Пасху. հավատով զատիկը իրականացրեց, Верою перешли через Черное море, Красное море. հավատով անցան Կարմիր ծովը, И верою пали стены Ихона при Иисусе Навине. արդեն Հեսուի օրերում հավատով Երիքովի պարիսպները ընկան, Также при Иисусе Навине Рав блудница, она приняла соглядатаев и не погибла с неверными. եւ Հեսուի ժամանակ էր, որ Ռախաբ պոռնիկը ընդունեց այդ լտեսներին եւ այն մյուս անհավատների հետ չկորսվեց։ И она знала, что Бог будет выполнять свои обещания. Նա գիտեր, որ Աստված իր խոստումներն իրականացնելու է։ 32 стих и дальше мы видим еще описание ряда героев веры, которых мы читаем в Божьем Слове. 32-րդ խոսքից սկսած նորից տեսնում ենք, որ թվարկում է հավատի հերոսների անունները, որոնց մասին նույնպես մենք կարդում ենք Աստվածաշնչում։ 32 стих. Гедеон, Враг, Самсон, Иефай, Давид, Самуил и другие пророки. 32-րդ խոսքում Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Հեփթայի, Դավթի, Սամուելի եւ մյուս մարգարեների մասին։ Если читать 33 стих по 35 стих до слова «воскресшие», Եթե ընթերցենք 33-ից 35-րդ խոսքերը մինչև հարություն բառը, հարության հասնեն, то можно сделать ложный, неправильный вывод о том, что если ты веришь Богу, то ты всегда будешь победителем. Եթե կարդանք, կարելի է այստեղից ինչ որ սխալ կամ կեղծ ենթադրություն անել, որ եթե հավատաս Աստծուն, դու անպայման հաղթող ես լինելու։ Поэтому мы видим этих героев веры, которые угошали силу огня, избегали острия меча, укреплялись в немощи и так далее. Իսկ այս հավատի հերոսների մոտ տեսնում ենք, որ նրանք կրակի զորությունը հանգցրին, սրի բերանից ազատվեցին, տկարությունից զորացան եւ այդպես шарунակ։ И поэтому кто-то может сделать глупый вывод и сказать, значит, если я верю, то ничего со мной плохого не случится. Ինչ որ մեկը կարող է հիմար եզրահանգում անել, ասելով, եթե ես հավատամ, ինձ հետ ոչ մի վատ բան չի լինելու։ Но такие люди будут
и часто разочаровываются. Այդպիսի մարդիկ հաճախակի հիասթափությունների մեջ կընկնեն։ Они, наверное, э, э, это как я, знаете, в детстве решил бегать перед качелью, а мой друг катался на качели. Դա նման կլինի նրան, ինչպես ես էի փոքր ժամանակ, մի անգամ որոշեցի այդ ճոճանակի առաջ վազել, դեպքում երբ որ ընկերս ճոճվում էր ճոճանակի վրա։ Я так часто бегал, и ничего со мной не было. Հաճախ էր եղել, որ այդպես վազվզել էի, ոչ մի արտարուց բաներ չէր եղել։ И потом я подумал, я уже опытный, поэтому я могу делать это с закрытыми глазами. Հետո էլ մտածեցի, դե արդեն փորձառու եմ, կարող եմ հիմա փակ աչքերով էլ անել դա։ И один или два раза у меня получилось, Մեկ, երկու անգամ ինձ մոտ ստացվեց, а в третий раз моя щека встретилась с качелью. իսկ երրորդ անգամ այտս ու այդ ճոնակը հանդիպեցին։ И мы не должны... Это слепая вера. Դա կույր հավատ է։ Это глупость полагаться, скажем так, на свою мудрость и какие-то навыки. Հիմարություն է ապավինել սեփական իմաստությանն ու ինչ որ հմտություններին։ Да, Бог дал им такую награду после проявления их веры. Այո, Աստված նրանց տվեց այդպիսի պարգև, երբ որ նրանց հավատը դրսևորեցին։ Но это не является стопроцентной гарантией того, что это будет случаться со всеми верующими. Բայց սա 100%-անոց երաշխիք չի տալիս, որ հենց սա պատահելու է բոլոր հավատացյալների հետ։ И мы видим это дальше в 35 стихе. Ավելի հետո 35-րդ խոսքում ենք դա տեսնում։ У нас есть вот этот контраст. Иные же. Այսպիսի հակադրություն կա, մյուսներն էլ, И что случилось с иными? այդ մյուսները, նրանց հետ ինչ էր եղել։ Прочитайте с 33 по 38. 33-ից 38-րդ խոսքերը ընթերցենք։ Որոնք հավատով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, խոսունները ստացան, արյուծների բերանները փակեցին, կրակի կատաղությունը մարեցին, սրի բերնից ազատվեցին, տկարության մեջ ուժ ստացան, կռվում խիզախ եղան, օտարների բանակները նահանջ մատնեցին, հայության միջոցով կանայք իրենց մեռելներին ետ ստացան, ուրիշներ տանջանք ետարկվեցին, մերժելով ազատության ձեռք բերել, որպեսզի ավելի լավ հարության հասնեն, ուրիշներ նախատինքների և ծեծերի, անգամ կապանքների և բանտերի մեջ փորձվեցին, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձության ենթարկվեցին, ոչխարի ու այծի մորթով շրջեցին, զրկանք, հալածանք, չարչարանք կրելով, որոնց արժանի չէր այս աշխարհը, անապատներում, լեռներում ապարեցին, քարայրներում ու երկրի խորշերում։ Мы видим две группы людей. Մենք տեսնում ենք երկու խումբ մարդկանց, И их, скажем так, объект ихней веры один и тот же. նրանց հավատի օբյեկտը նույնն է, Но некоторые получали определенный успех и благословение, другие терпели скорби и лишения. նրանցից ոմանք հաջողություններ ունեցան, օգնություններ ստացան, բայց մյուսները նեղություններ ու տառապանքներ կրեցին։ Какая из этих групп лучше? Այս երկու խմբերից ո՞րն է ավելի լավը։ Кто имел более истинную веру? Նրանցից ով ավելի անկեղծ հավատ ուներ։
Все. Все. А, Բոլորը։ И мы должны понимать, что Бог нам не гарантирует и не обещает обязательный какой-то успех и обязательные какие-то благословения на земле. Մենք պետք է հասկանանք, որ Աստված չի երաշխավորում կամ խոստանում մեր համար պարտադիր ձևով հաջողություններ եւ օրհնություններ երկրի վրա եղած ժամանակ։ Большая часть благословений нас ожидает в будущем. Օրհնությունների մեծ մասը մեզ սպասում է ապագայում։ И, следовательно, нам не следует спешить оценивать жизнь верующих людей тем, как она закончилась, например. Դրա համար մենք չպետք է շտապողականություն դրսևորենք գնահատելու մարդկանց հավատի կյանքը ըստ նրա, թե ինչպես ավարտվեց այն։ Или в обстоятельствах, в которых они живут или прожили. Կամ էլ այն իրավիճակները, որում նրանք ապրում են կամ ալեն։ С точки зрения Бога это еще не конец. Աստծո տեսանկյունից դա դեռևս վերջը չէ։ И вывод, который делает автор в 39 стихе, он говорит, все сии, то есть и те, и другие. Եզրահանգումը, որ հեղինակը անում է, ասում է եւ նրանք բոլորը, այսինքն թե նրանք, թե մյուսները։ Ура. И мы видим, что их вера была подтверждена, Մենք տեսնում ենք, որ նրանց հավատը հաստատվեց, но не получили обещанного. բայց նրանք խոստացվածը չստացան։ Поэтому мы видим определенный парадокс. Եվ մենք որոշակի պարադոքս ենք տեսնում։ Даже первая группа, которая как бы получила определенную награду на земле, Նույնիսկ առաջին խումբը, որ թե երկրի вրա որոշակի արդեն վարձ կամ պարգևատրում ստացել էին, на самом деле не получила. իրականում չէին ստացել, Потому что 40 стих. Бог предусмотрел о нас нечто лучшее. որովհետև 40-րդ խոսքը ասում է Աստված մեզ համար ավելի լավ բաներ էր նախատեսել։ Это написано, включая не только тех, про кого мы только что прочитали, Սա գրվել է ներառելով ոչ այն նրանց, ում մասին քիչ առաջ ընթերցեցինք, но автор говорит о нас, включая кого? այլ հեղինակը խոսում է ասելով մեզ, ներառելով ում, Իան լսարանի свою аудиторию и нас, включая нас Да, тоже. ну, верующих, которые обращаются. Նա այո, հավատացյալներին ում նա դիմում է, Поэтому он причисляет себя к этой, скажем так, группе верующих, которые жили до, и он говорит, այսինքն նա խոսում է իրեն էլ միացնելով հավատացյալների այդ խմբին, որ արդեն ապրել էին, и он говорит, что у Бога есть определенный план и замысел. եւ ասում է, որ Աստված որոշակի ծրագիր եւ նպատակադրություններ ունի։ И он хочет дать всем верующим лучшее, даже то, что они некоторые получили на земле. Եվ նա ուզում է հավատացյալներին շատ ավելի լավ բան տալ եւ նույնիսկ ավելի լավ, քան այն ամենը, ինչ ոմանք երկրի վրա ստացան։ И поэтому причина, почему все, кто верил до, не получили обещанного, в чем заключается? Ոստի պատճառը այն բանի, թե ինչու
մինչև դա ապրածները այդ այնը չստացան, А, ինչու է կայանում այդ պատճառը։ Заключается в том, что у Бога план собрать всех вместе и потом, Աստված ծրագիր ուներ բոլորին մեկտեղ հավաքել и потом дать это благословение. ու հետո տալ այդ օրհնությունը։ Поэтому Бог собирается устроить большую вечеринку. Ուստի Աստված պատրաստվում է կազմակերպել մի մեծ խնջույք И он не хочет ее начинать, пока все не соберутся. եւ ինքը չի ուզում դա սկսել, մինչեւ որ բոլորը չհավաքվեն։ И поэтому, когда мы вместе все соединимся, Ուստի երբ որ մենք բոլորս միասին կմիանանք իրար, будет большая дискотека. այդտեղ մի մեծ դիսկոտեք կլինի։ Можно вопрос? Да. Ой, что случилось в моем голове? Այսինքն Լիանա ջան, այս խոստումը չստացան, նա թամի վարքան նա համ դասախոսում էր մտածում էի ոնց հարցը շարադրեմ։ Այստեղ ինչ նկատի ունի Հեֆին, այս որ խոստումի մասին էր, այսինքն այդ հավիտենական խոստման մասին է։ Когда говорится, они не получили обетование, о каком обетовании идет речь? А вот вечной жизни об этом обетовании или как? Ну, не только, скажем так, вечной жизни. Читая раньше, мы можем видеть, например, что они ожидали, где это написано, про Ոչ Авраама, միայն сейчас. հավիտենական կյանքի խոստումը, այլև եթե մի քիչ առաջ եղած տեքստը ընթերցենք, Вот 16 стих. 16-րդ խոսքում, Но они стремились к лучшему, то есть к небесному. բայց այժմ ավելի լավ բանի է տենում, այսինքն երկնավոր վայրի։ И поэтому Бог не стыдится, не стыдится их, называя себя их Богом. Եվ դրա համար Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչելու, Ибо Он приготовил им город. որովհետև նրանց համար քաղաք է պատրաստել։ Поэтому история спасения начинается с Эдемского сада, Դի փրկության պատմությունը սկսվում է Եդեմական պարտեզից, но заканчивается не садом, а городом. բայց վերջանում է ոչ թե պարտեզով, այլ քաղաքով։ И как мы видели, автор ставит аргумент, что сейчас Бог призывает людей войти в покой. Ոստի մենք տեսնում ենք, որ հեղինակ այդ փաստարկը բերում է, որ հիմա Աստված մեզ կոչ է անում մտնել հանգստի մեջ։ И в Откровении мы читаем про город, где Бог будет жить со своим народом. Եվ հայտնության մեջ կարդում ենք, որ լինելու է քաղաքը, որտեղ Աստված ապրելու է իր ժողովրդի հետ։ И поэтому даже те благословения, которые Бог дает в этой жизни, это временно и не идет ни в какое сравнение с тем, что будет. Ոստի այն օրհնությունները, որ Աստված հիմա տալիս է դեռ երկրի վրա, դրանք ժամանակավոր են եւ ոչ մի կերպ ոչ թե համեմատել այն ամենի հետ, որ գալիքում է լինելու։ И поэтому они смотрели на себя как на странников на этой земле. Դրա համար էլ իրենց այս երկրի վրա դիտարկում էին որպես պանդուխտների։ И у Бога есть план, скажем так, к этой когорте верующих еще добавить людей. Ոստի Աստված այդ ծրագիրը ունի, որ այս խումբ հավատացյալներին
դերևս այլ մարդկանց ավելացնելու։ И поэтому причина, почему они не получили этого еще, это потому что из-за нас. Եվ պատճառը թե ինչու իրենք այդ խոստումը չստացան դերևս, դա պատճառը մեր պատճառը։ Потому что Бог не хочет начинать все это веселье, пока все не придут. Բայց չի ուզում այդ ուրախ խնջույքը սկսել, մինչև որ բոլորը չհավաքվեն։ А мы сейчас как раз находимся в процессе, в путешествии этом. Իսկ մենք էլ հիմա գտնվում ենք այդ ճամփորդության գործընթացի մեջ։ И нам нужна вера. Եվ մեզ հավատ է պետք։ Вера позволяет нам иметь терпение и доверять Божьим обетованиям. Հավատը թույլ է տալիս, որ մենք համբերություն ունենանք եւ վստահենք Աստծո խոստումներին։ Что у нас со временем? Ժամանակի մեջ ոնց ենք։ Об этом не знаю, но там в этом дискотеке я буду диджеем. Диджеем? Да. Не знаю, не знаю. Диджеем, да. Может быть, мы все будем там диджеями. У нас есть вся вечность, и поэтому длинная очередь будет, и поэтому. А теперь... Да. Еще есть, сейчас скажу, сколько. 29 есть. Хорошо. Давайте смотрим 12 главу. Հիմա նայենք 12-րդ գլուխը։ Поэтому 11 глава служит таким фундаментом. 11-րդ գլուխը կարծես ծառայում է որպես հիմք, который ободряет нас дальше идти с верой. Մեզ քաջալերում է շարունակել հավատով առաջ գնալ։ И в 12 главе дальше видим, автор дает ключевой совет, как нам дальше совершать это путешествие. 12-րդ գլխում հեղինակը տալիս է առանցքային խորհուրդ, թե ինչպես շարունակենք մեր այդ հավատ ճանապարհը гнал. Нам нужно, согласно 2 стиха, взирать на начальника и совершить веры. Մեզ պետք է համաձայն երկրորդ խոսքի նայենք, հայացքը հառենք մեր հավատի զորագլխին ու այն կատարողին Հիսուսին. И все эти герои веры, первый стих. Եվ առաջին խոսքում այդ հավատի բոլոր հերոսները в это облако свидетелей. Իրենք հիմա այդ վկաների բազմությունն են. Они вокруг кого находятся? Նրանք ում շուրջն են գտնվում? Հասկացա հարցը, հա։ Այդ վկաների բազմությունը, այս հերոսները բոլորը ում շուրջն են գտնվում? Ну, вокруг кого находятся эти облака свидетелей? Այս վկաների բազմությունը ում շուրջն է գտնվում? Որտեղ է գտնվում? Հիսուսը։ Հիսուսը։ Չէ, ասում եմ շրջապատված լինելով վկաների այսպիսի բազմությամբ. Ну, обычно в воскресной школе ответ Иисус это, ну, всегда правильный ответ, но
несешь. Հարցը չեմ հասկանում։ Այդ Կիրակնորյան դպրոցում միշտ Հիսուսը ճիշտ պատասխանա, բայց այս դեպքում ասում է ում շուրջն են գտնվում վկաների այդ բազմությունը ում շուրջն է գտնվում Էս որ համարն է Ժողովրդան։ Хорошо, Առաջին խոսքը կարդացեք Կապ ասում է, մենք որ շրջապատված Так что, кто... из первого стиха, да, у нас Да, вопрос? да. Առաջին խոսքից մեզ հարց վկաների այսպիսի բազմությունը ում շուրջն է Ընդմիրով ժամանակ տվեք։ Дайте нас минуту. Ты как знатоки у нас. Да. Черный ящик. Я до сих пор вопрос вообще не понял и не могу отвечать. Ну, Ну, так. хорошо, прочитай первый стих и скажи, сделай перевод на русский. Кто? Я или Хован. Ovnanjan. Դու առաջին խոսքը կարդա ու դա թարգմանի ռուսերեն։ Շրջապատված ենք վկաների բազմության այսպիսի մեծ ամբով։ Գավառի դիտակ մի Դե չեմ կարող ուսեն լավ թարգմանեմ։ Տեսնելով որ շրջապատված ենք վկաների ամբով։ Մենք էլ որ շրջապատված ենք վկաների բազմությամբ։ Всё, понял. Мы, Да, вокруг нас. Էս կարող է այն մարդիկ են, Մեր որ շուրջն է։ կարող է մարդիկ են, որ իրանք են ավետարանը լսել, հեղինակը առաջի գլխում ասում է, չէ, մեր մեջ այսինքն խոսքը տարածեցին Իրանից խոսքը լսողները, հա, նկատի ունի, կարող է իրանք են այդ մարդիկ են մեր շուրջ գտնվողները։ Կարող է այդ առաքյալներ ու իրանցից լսողները, հա, իրանք են։ Возможно, что здесь тоже люди, которые слышали от апостолов тоже, когда мы говорили в первой главе. Они тоже, возможно, там. Առաջի գլխում չէ, երկրորդ գլխում էր էդի։ Извиняюсь, во второй Да, главе. я понял. Ну, скажем, определенно, потому что автор говорит, у меня нет времени говорить обо всех. Այո, հստակ է, որովհետև հեղինակն ասում է, չէ, ժամանակ չունեմ այդ բոլորի մասին խոսելու։ И как мы увидим в 13 главе, автор поощряет верующих также вспоминать веру своих учителей. Եվ ինչպես կտեսնենք 13-րդ գլխում, հեղինակը խրախուսում է հավատացյալներին նաև հիշել իրենց ուսուցիչներին։ Но, по сути, первые 3 стиха 12 главы, они нам говорят о том, как мы можем выиграть состязание. Ըստ էության 12-ի առաջին երեք խոսքերը մեզ ասում են այն մասին, թե ինչպես կարող ենք այդ մրցության մեջ հաղթել։ Я занимался лыжным спортом. Ես լեռնադահուկային սպորտով եմ զբաղվել։ И я помню, я принимал первый раз участие на городских соревнованиях города Киева. Հիշում եմ առաջին անգամ քաղաքային մրցությանը Կիևում մասնակցեցի քաղաքային մրցությանը։ И на дистанции участвовало очень много профессиональных спортсменов. Եվ շատ պրոֆեսիոնալ մարզիկներ էին մասնակցում այդ տարածության համար մրցվելու։ И мой тренер, ну там были спортсмены, которые участвовали, я думаю, и на Олимпийских играх. Եվ այդտեղ մարզիկներ կային, որ մտածում եմ նաև օլիմպիական խաղերի մասնակիցներ էին եղել։ А я был самый маленький, наверное, среди них. Եվ թերևս նրանց մեջ ամենափոքրը ես էի։
мой тренер дал мне такой совет. Եվ իմ մարզիչը հետևյալ խորհուրդը տվեց ինձ. Э, как, не стремись выиграть, это просто для тебя очередная тренировка. Ինձ ասեց չփորձես հաղթել։ Ուղղակի քեզ համար սա հերթական մարզման նման մի բան է։ И я думал, что это за дрень такое? Ասում եմ, այ քեզ քաջալերանք։ Это как, он по сути мне говорил, беги в полную силу. Ըստ էության ինքը ինձ ասում էր քո ամբողջ ուժերով չվազես։ Это не то, что говорит автор, обращаясь к читателям, чтобы они завершили стоя на гонку. Բայց այս հեղինակը այդպիսի բան չի անում, խորհուրդ տալով, որ իրենք արժանապատիվ ձևով այդ մրցասպարեզը վազեն։ Поэтому перед нами есть определенная дистанция, и нам ее нужно пробежать достойно. Մեր առջև որակի տարածություն կա, որը մենք պետք է արժանապատիվ ձևով վազենք։ И автор говорит, посмотрите ну, на 11 главу, на всех этих героев, которые сохранили веру. Հեղինակը ասում է նայեք այն 11-րդ գլխի բոլոր հավատի հերոսներին, որ իրենց հավատը պահեցին։ Они не сдавались, и вы также можете дойти до конца. Նրանք չհանձնվեցին, ուստի դուք կարող մինչև վերջ գնալ։ И поэтому тут автор не дает совет, как мой тренер. Ну, главное, чтобы ты приехал на финиш, ну, неважно как. Այստեղ հեղինակը իր արժանման խորհուրդ չի տալիս, որ ասում էր, կարևորը հասնես այդ ֆինիշի գծին, երբ էլ լինի ոչինչ։ Он показывает, он ободряет верующих бежать так, чтобы победить. Հեղինակը քաջալերում է հավատացյալներին այնպես вазել, որ հաղթեն։ Поэтому главный глагол, главное повеление, которое мы находим в этом тексте, Ուստի հիմնական կարևոր հորդորը այդ բայը, որ գտնում ենք այս տեքստում, вот это в первом стихе будем проходить, да. առաջին խոսքում ասում է, որ ընթանանք։ Վազենք, բիգать, бегать. Да, бежать, да. Им ташкманությունը в моем переводе вот прошли как бы. То есть главный глагол это бегать. Сейчас я вам точно скажу, как переводится. Հիմա ավելի ճշգրիտ ասենք, թե ինչ Ну, это բայ է օգտագործել։ Այո, Да, դե որ մրցություն է, մրցելու ժամանակ դա կա հաստատ։ Просто мои ноги болят, не могу бегать. Так. Հովնան դու որ թարգմանությունն ես կարդում, EBS. որը EBS. որն է։ Это Trinitarian Bible Society. Но, скажем так, в греческом языке слово «трео» означает «бежать». Այո, հունարեն է թրեխո բառը նշանակում է վազել։ Ну, скажем так, оно, ну да, оно контрастирует как раз со словом ходить, то есть бежать или спешить. Այստեղ ռություն է արվում քայլելու հետ։
Այսինքն շտապել, վազել։ Мы видим Евангелие от Луки 15:20. Ղուկասի ավետարանի 15:20-ում մենք տեսնում ենք Притча об одном сыне. անարակ որդու մասին առակը, И мы видим, что когда отец увидит сына своего еще далеко, մենք տեսնում ենք, он, որ հայրը դեռևս հեռվից որդուն տեսնելով что он сделал? ինչ արեց։ Վազեց։ Побежал ему навстречу, да. Այո, վազեց նրան ընդառաջ։ И в Откровении 9:9 Եվ հայտնություն 9:9-ում мы видим описание коней, մենք տեսնում ենք ձիերի նկարագրություն, которые стремятся, бегут в бой. որոնք սլանում են, այդպես գնում են պատերազմ դեպի ձիակառքերի ձեռ։ Поэтому в первом стихе мы видим вот эту огромную массу облаков, которые окутывают нас. Ոստի առաջին խոսքում տեսնում ենք այդ վկաների բազմության հսկայական ամպը, որ մեզ շրջապատում է։ Поэтому ихний пример дает нам стимул в том, как нам это следует делать. Ոստի նրանց օրինակը մեզ խթան է տալիս, դա դրդում է մեզ, ինչ ձևով մենք էլ դա անենք։ Поэтому своего рода мы участвуем в такой эстафете. Եվ ինչ որ իմաստով մենք մասնակցում ենք մի այդպիսի էստաֆետայի, Верующие в прошлом теперь дают нам этот, как это называется? եւ Button. անցյալի հավատացյալներ, հա, я тоже английски вспомнила, Да. այդ հավատացյալները մեզ են անցյալի հավատացյալները մեզ են փոխանցում այդ էստաֆետայի այդ ձողը, Дают որ нам մենք շարունակենք։ веру, и мы должны дальше бежать. Նրանք մեզ հավատ են տալիս ու մենք էլ պիտի շարունակենք վազելը։ Поэтому они не просто сидят на стадионах в качестве простых зрителей. Ոստի նրանք այդ մարզադաշտում սովորական հանդիսատեսի նման նստած չեն։ Это те, которые бежали перед нами. Դրանք այն մարդիկ են, որ վազել են մեզնից առաջ։ И они завершили дистанцию. Մենք այդ անհրաժեշտ մրցասպարեզը վազել ավարտել են։ И они теперь ободряют нас и говорят, ты также можешь. Եվ հիմա նրանք մեզ քաջալերում են ասելով դու նույնպես կարող ես։ И также мы видим еще один важный ключ, чтобы выиграть в этом состязании. Это подготовка. Մենք նույնպես այստեղ տեսնում ենք մեկ բանալի այս մրցասպարեզում հաղթելու համար, սա կարծես նախապատրաստություն լինի։ Автор сравнивает наш забег с спортсменом, который должен был снять с себя вот эти обременения. Հեղինակը մեզ համեմատում է վազորդի հետ, որը իր վրայից պետք է հաներ ամեն տեսակ ծանրություն։ И вот это бремя снять, ну, по сути, речь идет о том, что перед этим забегом они сбрасывали с себя лишнюю одежду. Եվ այդ որ ասում է ամեն ծանրություն, իրենք այն ժամանակ հենց վազքսելուց առաջ իրենց враից ամեն հագուստը հանում էին։ Ну, в притче о блудном сыне
понимаем, что то, что делал отец, это, вероятнее всего, он должен был поднять одежду, чтобы бежать, так как она была длинная. Եվ իսկ անարակ որդու մասին առակում մենք տեսնում ենք, որ հայրը, որպեսզի ինքն էլ կարողանար այդպես վազել, պետք է իր այդ հանդերձները վեր բարձրացներ, որովհետև այդ հագուստը երկար էր։ Павел, когда ободряет верующих, он говорит, что нам нужно подвязаться. Պողոսն էլ որ խոսում է հավատացյալների հետ, ասում է, որ պետք է դրա մեջ ներգրավենք, դրա մեջ мտնենք։ Но это также означало, что воин, он должен был поднять часть одежды и заправить в пояс, чтобы ничто не мешало ему двигаться, и он не споткнулся. Այդ պատերազմի մեջ մտնելու պահի համար օգտագործված այդ բառը նշանակում է, որ զինվորականն էլ պիտի հանդերձի մի մասը բարձրացներ, գոտու մեջ տեղավորեր, որպեսզի դա իրեն չխանգարեր վազելու ժամանակ։ И вы видели, наверное, греческих спортсменах древности, которые изображены на там, фресках. Եվս տեսել եք հին ժամանակներում հույն մարզիկների պատկերներ ցուցադրված այդ պատկեր բաները հին ոնց էր կոչվում Պատկերասրահ։ պատկերաքանդակների վրա И ихняя спортивная форма иногда практически не видно. նրանց այդ սպորտային հագուստը համարյա թե չի երևում Ну, это образ определенного духовного принципа. դա որոշակի հոգևոր սկզբունքի պատկերն է Чтобы быть верными, успешными христианами, нам нужно избавиться от этого бремени, и это не говорит непосредственно о том, что это бремя, это грех. որպեսզի հավատարիմ եւ հաջողակ քրիստոնյաներ լինենք, մեզ անհրաժեշտ է այդ ծանրությունից ազատվել եւ այդ ծանրություն կամ բեր ասվածը արտադիր ձևով չի նշանակում մեղք Но это могут быть вещи в нашей жизни, которые мешают нам следовать за Христом. Նրանք կարող են մեր կյանքում այնպիսի բաներ լինեն, որոնք խանգարում են մեզ, որ հետևենք Քրիստոսին։ Это может проявляться в определенных внутренних настроениях наших. Դա կարող է դրսևորվել մեր ներքին տրամադրվածությունների միջոցով։ Если я буду чрезмерно беспокоиться о обстоятельствах своей жизни, у меня тревога, страх и так далее, это будет мешать мне. Եթե ես սկսեմ չափից շատ անհանգստանալ կյանքի իմ իրավիճակների վերաբերյալ եւ վախենամ, տագնապի մեջ լինեմ, հստակ է, որ դա ինձ կխանգարի։ Это могут быть некоторые материальные вещи. Դրանք կարող են լինել որոշակի նյութական իրողություններ։ Не знаю, там машины, большие дома, все это забирает время, требует определенной заботы и так далее. Иногда это может быть препятствием. Ասենք ուրիշ էլ ինչեր, ասենք բաներ, որ կխլեն մեր ժամանակը, օրինակ ասենք մեքենաներ, տուն, դրանք որոշակի խնամք են պահանջում, ժամանակ են տանում ու դա կարող է մեզ խանգարել։ Простые развлечения в жизни верующего, желание просто хорошо, скажем так, увлекательно проводить время, может отвлекать нас
от нашего забега. Կամ օրինակ պարզ վարանքի տեսակներ ասեք, մարդը ուզենա որոշակի ուրախ ժամանց ունենալ, բայց դրանցով տարբերներ կարող է մեզ խանգարել, որ մենք չկարողանանք մեր մրցասպարեզը վազենք։ Апостол Павел во 2 Тимофея 4:10 говорит о человеке, который возлюбил этот мир. Պողոս Արաքյալը երկրորդ Տիմոթեոսի 4:10-ում խոսում է մարդու մասին, ասելով, որ նա աշխարհը սիրեց։ Поэтому есть опасность, что заботы этого мира, они могут нам замедлить наш бег. Ոստի վտանգը կա, որ այս աշխարհի հոգսերը կարող են մեր վազքի ընթացքը դանդաղեցնել։ Поэтому нам нужно все это сбросить. Ոստի մեզ պետք է այդ ամեն ինչը մեր վրայից գցենք։ Второе, что нужно сбросить, это непосредственно грех. Եվ երկրորդ բանը, որ պետք է գցենք, թողնենք, դա մեղքն է։ И грех, он подкрадывается и окружает нас везде. Եվ մեղքը թաքնվում է եւ ամեն մեր շուրջը գալիս։ Мы видим, Бог предупреждает Каина. Почему у тебя лицо такое поникшее? Մենք տեսնում ենք, որ Աստված զգուշացնում է Կայանին, ասելով. Ինչու է դեմքը տրտմած։ И он говорит, знаешь, что у дверей грех лежит, он влечет к тебе к себе, но ты господствуй над ним. Եվ ասում է նրան, որ տես մեղքը դրան մոտ թաքնված կամ պարկած է եւ նա կփորձի քեզ հրապուրել, գրավել դեպի իրեն, բայց դու հաղթիր դրան։ Поэтому, чтобы быть успешным в забеге, нам нужно отбросить эти две вещи. Ոստի որպեսի վազելու մեջ հաջողենք, պետք է այդ երկու բանը մեր վրայից դեն գցենք։ И следующее, что нам нужно сделать, это иметь терпение. Հաջորդ բանը, որ մեզ պետք է անել, դա համբերատար լինելն է։ Речь идет о настойчивости. Այստեղ խոսքը վերաբերվում է հաստատակամությանը։ Бог призывает нас не к спринту, Он призывает нас к марафону. Աստված մեզ կանչում է ոչ թե կարճ վազքի սպրինտ տեսակը վազել, այլ մարաթոնյան վազքի է կանչում։ Ну, я лично бегал на длинные дистанции. Ինքս ավելի երկար տարածություն եմ վազել И на тренировках иногда, скажем так, хочется остановиться и отдохнуть. եւ մարզումների ժամանակ երբեմն ուզում ես կանգնել, հանգստանալ, Но нужно тренироваться, чтобы иметь вот эту выносливость и терпение. բայց պետք է մարզվել այնպես, որ այդ դիմացկունությունը եւ համբերատարությունը ունենաս քո մեջ։ Апостол Павел также говорит о состязании в 1 Коринфянам 9:24. Պողոս Արաքյալը էլի մրցության մասին, մրցելու մասին խոսում է առաջին Կորինթացիների 9:24-ում։ Павел говорит, бегите так, чтобы получить награду. Ասում է այնպես վազեք, որ մրցանակ ստանաք։ Поэтому не будьте, скажем так, посредственными в этом забеге. Ոստի ասում է, որ այդ վազքի հարցում անփույթ մի գտնվեք։ И также помогает нам одержать победу
второй и третий стихи — это цель, ради которой мы бежим. Մեզ այդ մրցասպարեզ վազքում հաղթելու օգնում է նաև նպատակը, որի համար վազում ենք, երկրորդ, երրորդ խոսքերում։ Я слышал историю об одной спортсменке, которая переплывала то ли Ла-Манш, то ли ну, делала очень большой заплыв, э, и она не дошла до финиша по следующей причине. Ես լսել եմ մի լողորդուհու մասին, որ շատ մեծ տարածություն է կարողացել լողալ, ասում էր չեմ հիշում լամանշներ, նեղուցը թե ինչ, բայց մի երկար տարածություն լողացել էր եւ շատ քիչ էր մնում, որ հասներ տեղին, բայց դադարեցրել էր հետեւյալ պատճառով։ Она, по сути, не доплыла несколько метров, поскольку был туман, и она не видела цели и не знала, сколько еще плыть. Ինչ էր ստացվել, մառախուղ էր եղել եւ ըստ էության իրեն մնացել էր ընդամենը մի քանի մետր, որ հասներ մինչև վերջ, բայց քանի որ մախուղի պատճառով չէր տեսել ինչքան է մնացել, նա դադարեցրել էր Поэтому нам нужно լողալը։ сосредоточить свое внимание полностью на Иисусе Христе. Ուստի մեզ պետք է մեր ամբողջ ուշադրությունը ամբողջությամբ հառենք Հիսուս Քրիստոսին։ Есть, ну, я не фанат автомобилей, Ես մեքենաների ֆանատ չեմ, но я знаю, есть популярные передачи про автомобили и все с этим связано. բայց գիտեմ, որ հայտնի հաղորդումներ կան մեքենաների, դրանց հետ կապված ամեն ինչի վերաբերյալ։ И один из известных ведущих такой передачи, я видел видеоролик, он едет на машине с большой скоростью. Եվ այդ հաղորդումներից մեկի հայտնի հաղորդավարերից մեկը մի անգամ տեսա մի մեքենայով մեծ արագությամբ գնում էր И где-то в Германии на этих автобамах. ինչ որ միտեղ Գերմանիայում այդ երթերին И он дает следующий комментарий. նա հետեւյալ մեկնաբանություն է տալիս Вот почему немцы успешные. ահա թե ինչու են գերմանացիները հաջող Потому что нет ограничения в скорости. որովհետև արագության սահմանափակում չկա А когда ты едешь медленно, ты отвлекаешься на рекламу и разбиваешь машины. իսկ երբ որ դու դանդաղ ես քշում մեքենան շեղվում ես այդ գովազների վրա եւ վթարի հանդիպում И, к сожалению, сейчас в больших городах эта реклама просто везде. ցավոք սրտի մեծ քաղաքներում գովազները ամենուրեք են Я думаю, это хорошая иллюстрация того, что если мы хотим достичь цели, нам нужно смотреть на дорогу, а не по сторонам. Սա լավ մի օրինակ է այն առումով, որ եթե մենք ուզում ենք մեր նպատակին հասնել, պետք է շարունակենք նայել ճանապարհին, ոչ թե կողքին եղած բաներին։ Как назван Иисус Христос? Он есть кто? Ինչպես է անվանվում Հիսուս Քրիստոսը, նա ով է, Հավատի հեղինակ կատարող։ автор веры и тот, который совершает эту веру։ У вас автор написан, да? Ասում ես մոտ հեղինակ է գրված, ну разные переводы по-разному։ Какие еще?
У меня как командир, да, веры, Зорагалух. Вот как бы commander in Да, греческое слово тут используется архигон. հունարեն այստեղ արխեգոն բառն է, Ну, у нас приставка архи, ну, например, архиепископ. օրինակ այդ արխին, այդ եպիսկոպոս բառը Архи означает первый или главный. արքե հենց այդ հունարեն բառը նշանակում է առաջինը կամ գլխավորը։ Это слово также используется во второй главе 10 стихе. Այս բառը օգտագործված է նաև երկրորդ գլխի 10-րդ խոսքում։ Там в синодальном тексте переведено как вождь. Սինոդալ թարգմանության մեջ որպես առաջնորդ է թարգմանված, հա, մեզ մոտ էլ է, у нас тоже Поэтому это лидер։ да, такой лидер, пионер, первопроходец. Ուստի սա մի բառ է, որ նշանակում է առաջնորդ, ռահվիրա, առաջագնա։ Поэтому Иисус своей жизнью показывает нам, что значит что значит жизнь жизнью веры. Ուստի Հիսուսը իր կյանքով մեզ ցույց է տալիս, թե ինչ է նշանակում հավատի կյանք։ Поэтому, не знаю, как велосипедисты в команде, когда они едут, то Христос впереди. Ուստի ինչպես օրինակ հեծանվորդներն են թիմով գնում, Քրիստոսն է արչևից գնացողը։ Но мы должны следовать за ним. Բայց մենք պետք է նրա հետևից գնանք։ Второй термин Հետևենք это նրան։ совершитель нашей веры. Երկրորդը մեր հավատի կատարող։ Этот термин не встречается нигде в греческой литературе до Нового Завета. Մինչև նոր կտակարանը այս արտահայտությունը հունարեն գրականության մեջ որևէ տեղ չի հանդիպում։ Но корень этого слова он несет в себе идею доведения чего-либо до завершения и полной зрелости. Բայց այս բառի արմատն այն է, որ ինչ որ բանը հասցնել մինչև ավարտը կամ հասցնել լիարժեք հասունության։ И это, ну, утверждение согласуется с другими отрывками Писания. Եվ այս հաստատումը համաձայնեցված է Աստվածաշնչի այլ հատվածների հետ։ Опять же, мы находимся в процессе. Նորից ասենք, որ մենք այդ գործընթացի մեջ ենք գտնվում։ Мы уже дети Божьи, но еще не открылось, что будем. Մենք արդեն Աստծո զավակներ ենք, բայց դեռևս բացված չէ, թե էլ չենք լինելու։ Филиппийцам 1:6 начатое дело Бог доведет до конца. Ֆիլիպեցիների 1:6 իր սկսած գործը Աստված մինչև վերջ կտանի։ И пример Христа показывает, каким образом он прошел этот забег. Քրիստոսի օրինակը մեզ ցույց է տալիս, թե ինչ ձևով ինքը իր մրցասարեզը անցավ։ И перед тем, как заполучить эту радость, ему нужно было претерпеть крест. Եվ նախքան այդ ուրախությունը ստանալը, նրան պետք էր խաչով անցնել, դրան դիմանալ։ Поэтому мы видим, что кульминацией всей жизни Христа были его страдания на Христе. Մենք տեսնում ենք, որ Քրիստոսի կյանքի կարծես գագաթնակետը խաչի նրա տառապանքներն էին։
И Павел Филиппийцам 2 главе говорит, что Христос был послушен до смерти и смерти крестной. Եվ Պողոսը Ֆիլիպեցիների 2-րդ գլխում ասում է, որ Քրիստոսը հավատարիմ եղավ, հնազանդ եղավ մինչև մահ եւ այն էլ խաչի մահ։ И поэтому мы видим, что он претерпел крест, пренебрегший посрамление. Ուստի տեսնում ենք, որ նա խաչը հանձն առավ, դիմացավ եւ այդ ամբողջ խայտարակությունն էլ տարավ։ Поэтому он воспринимал вот этот позор как нечто маленькое, незначительное. Եվ այդ ամբողջ խայտարակությունը ինքը կարծես շատ փոքր աննշան մի բան համարեց։ Мы, когда попадаем в трудные обстоятельства, они для нас кажутся такими победимыми гигантами. Երբ որ մենք դժվար իրավիճակների մեջ ենք հայտնվում, դրանք մեզ անհաղթահարելի հսկաների նման մի բան են թվում։ И кажется, что мы не в состоянии справиться. Եվ թվում է մենք ի վիճակի չենք հաղթահարելու дրանք։ Но Христос имел возможность расценивать эти трудности как ничего не значащие. Բայց Հիսուսը ուներ այդ կարողությունը, հնարավորությունը, որ ինքը այդ ամեն դժվարությունները Почему? Потому что ոչնչություն համարեց։ он смотрел на то, что ему обещано, что он получит. Որովհետև նա նայում էր այն բանին, ինչ որ իրեն խոստացված էր, ինչ որ ինքը ստանալու էր։ И поэтому он показал, что если я претерпел крест ради вас, вы также можете перенести трудности, сохранив веру. Ուստի նա ցույց տվեց, որ ինչպես ես կարողացա խաչին դիմանալ հանուն ձեզ, դուք էլ կարող եք հանուն այդ հավատի ամեն ինչը կրել, տանել։ И в этом стихе у нас есть увещевание, чтобы мы подумали о нем. Երբ խոսքը հորդոր է, որ մենք նրա մասին մտածենք։ Нам нужно задуматься, что на самом деле все это значит. Մենք պետք է խորությամբ մտորենք, թե այս ամենը ինչ է նշանակում։ И это даст нам силы пройти через наши трудности. Եվ դա մեզ ուժ կտա, որ մենք էլ մեր դժվարություններով անցնենք։ Здесь мы видим цель, чтобы вам не изнемочь и не ослабеть душами вашими. Եվ այստեղ մենք տեսնում ենք նպատակը, որպեսզի դուք չհոգնեք եւ չհուսահատվեք։ И следовательно, снова мы видим вот этот похожий призыв в 3 главе. Мы должны рассмотреть его, мы должны думать о нем, напоминать себе, что он сделал. Եվ հետեւաբար մենք տեսնում ենք այն նույն կոչը, որ երրորդ խոսքում կար, որ մենք պետք է մտածենք նրա մասին, հիշենք նրա մասին, նրա արարածների մասին խորհենք։ И тогда мы можем сказать, что, как апостол Павел, нынешнее временное страдание ничего не стоит. Եվ այդ ժամանակ մենք Պողոս Արաքյալի նման կարող ենք ասել ներկայիս չարչարանքները ոչինչ են համեմատած։ Ну, ничего не стоит, ну, в сравнении с чем? С той славой, которая нас ожидает. Համեմատած ինչի է այն փառքի, որ մեզ սպասում է։ Со временем что у нас? Ժամանակի մեջ ունենք Արդեն 15 րոպե анցել է, բայց 15 минут прошли. Вперед или назад? Да. վիրյոտ։ Зашли за 15 минут. Мгм.
Ну, давайте сделаем перерыв. Мгм. Միջում վերց